Ըստ պաշտոնական վարկածի Հեյդար Ալիևը 2003-ի մայիսի 3-ից 26-ը, այսինքն 23 օր հետազոտվել է Անկարայի Գյուլհանե ռազմական հոսպիտալում։ Հուլիսի 8-ին Ալիևը Գյուլհանեում հոսպիտալացվում է եւ մինչեւ մահվան պաշտոնական օրը դեկտեմբերի 12-ը նրան որևէ մեկը չի տեսել։ 2003-ի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում պետք է կայանար նախագահական հերթական ընտրությունը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել հայր եւ որդի Ալիևները։ Օգոստոսի 1-ին մամուլում հայտնվում են Հեյդար Ալիևի մահվան մասին հաղորդագրություններ։ Նույն օրը Վրաստանի պետական գրասենյակը նախագահ Էդուարդ Շևարդնաձեի անունից ցավակցություն է հայտնում մահացածի ընտանիքին եւ Ադրբեջանի ժողովրդին, սակայն կարճ ժամանակ անց պաշտոնապես հերքում է Ալիևի մահվան մասին սեփական հաղորդագրությունը։ Օգոստոսի 4-ին Իլհամ Ալիևը հերքում է հոր ծանր վիճակի, առավել եւս մահվան մասին լուրերը։ Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ալիև կրտսերն ասել է, որ նոր է վերադարձել Թուրքիայից, որտեղ այցելել է հորը Գյուլհանե հիվանդանոցում։ Նա նաեւ հավելում է, որ Հեյդար Ալիևը Բաքու կվերադառնա օգոստոսի 6-ին, Ադրբեջանում պաշտոնական նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին։ Իլհամ Ալիևն իսկապես այցելել է Անկարայի հիվանդանոց, ինչպես պարզվում է իր հանցակիցների խմբի հետ, որտեղից վերադարձել է ստորագրված հրամանագրով, որով իրեն նշանակել է վարչապետ եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար։ Մի շարք փորձագետների կարծիքով Հեյդար Ալիևի ստորագրությունը կեղծված է, քանի որ Ադրբեջանի նախագահը կամ կոմայի մեջ է եղել, կամ էլ ամենայն հավանականությամբ արդեն մահացած է եղել։ Հետաքրքիր է, որ Հեյդար Ալիևը ստորագրել է ճակերտներում ոչ թե մեկ, այլ երկու հրամանագիր։ Մեկը Իլհամ Ալիևին վարչապետ ու Ադրբեջանի նախագահ պաշտոնակատար նշանակելու մասին, երկրորդը Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեին փոխվարչապետ նշանակելու մասին։ Հավանաբար կեղծարարներն այնքան են շտապել, որ մոռացել են եւս մի հրամանագիր կեղծել, այն է Արթուր Ռասիզադեին վարչապետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։